այն մարդիկ ումից որ պահանջում են դիմում գրել, անձը դյուրում չի գրում, որովհետև հակաօրինական է իրեն հեռացնում են, մենք ապահովում ենք աշխատանքով։ Թիվը չեմ կարող ասել, վերջի անգամ 50 անցել է հաստատ։ Իրենք ախր ինչ են, շատ խելոք են, իրենց պետք է յուղոտ պաշտոնները։ Այսինքն իրենք իրացման ճարտարագետ ազատեն 150-200 հազար դամիջներին է պետք։ Այսինքն աղմուկը ավելի շատ է լինելու, քան տված օգուտը։ Իրենք ազատում են, օրինակ հիմա չեմ պատկերացնում, շրջանային էլեկտրոցանց։ Չէ, մի հոգի մնացել է։ Մի հոգի։ Քանի մասնաճյուղ չտակ կազատ է։ Չէ, չեն ազատ։ Հաստատ չեն ազատ։ Բանը մի ստիպեք էլի դες բաներ ասել, վերջում մեր կոլեկցիա։ Շրջանային էլ։ Իրենք չեն եկել, որ բոլորին հենց 3-րդ օրվանից կանչել են եւ ասել են դուք պիտի մեր քաղաքական գաղափարներ։ Գիտեք, մեր աշխատողները, ովքեր ազատվել են, բարոյական են այնքանով, ու ես դա արդարացնում եմ, ոչ մեկ չի ձայնագրել։ Կարող է, չէ՞։ Իհարկե, մերոնցից։ Հա, դա էսա դատարանի կտորը պատասխանեմ, մերոնցից այսպես ասած ում որ ազատել են, ասենց մեջս մտածում ու շատ լավ եմ զգում, ասում եմ լավ, մեկը գոնե այդ առաջարկը կամ այդ պահանջը դնելուց մի հատ ձայնագրություն անես, չէ՞, գրպանում հեռախոսը դրած կամ բան, ոչ մեկ չի արել։ Իսկ դա բարոյականության բան է։ Իմ ժամանակ ասեմ, այդ ձայնագրությունը հանձնաժողովից ես օրինական կարգով եմ ստացել, դյուրումը գրել եմ, հաշվի առնելով որ ես գլխավոր տնօրենի ԺՊ ստացել եմ։ Այսօր խոսում եմ ձայնագրությունների մասին, մարդկանց չթվա, ես դա հեռախոսով եմ ձայնագրել։ Իսկ ինչ վերաբերվում է քանի պետ է ազատվել եւ նրա ես ձեզ մի ժամուկեսից ավելի կոնկրետ ասեմ, process-ները այնքան արագ են զարգանում։ Ինչ վերաբերում է դատարաններին, այո, բոլորը 1-2 դեպք կարող է լինի, որ մարդիկ չուզենան ուղղակի։ Իսկ պետ կանգնել եք անպայման, փաստաբանով, աշխատանքի վայրով, ամեն ինչով։ Չի կարող այսպես խոստում տրված լինի ու չկատարվի, հնարավոր չի։ Մենք անգամ պատրաստ ենք եղել շատ ավելի մեծ թվեր։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եղբայրն է աշխատում են։ Ինչքան գիտեմ, այո։ Ինչի՞ է կանտատ այբս 30-ովս տալիս։ Այո ջան, ամեն անգամ այդ հարցը դա։ Հայ նշանակածն է, կրկնում եմ, ես երբ որ նշանակել եմ, առաջնորդվել եմ իր Մուսալեր մասնաճյուղի տնօրենի խորհրդական աշխատած ժամանակվա այդ գնահատականով, այսպես ասած։ Լավ աշխատող է։ Ու համենայն դեպս այդպես ձգտող էր մասնաճյուղի տնօրենին։ Իսկ տեղեկությունների հակագործությունի դիմաց, որ եկել էին հաշվարկ էին անում, թե ովքեր են հետից մասնակցել Սամվել Կարապետյանի խափանամիջոցի ցույցին, հավաքին ավելի ճիշտ, դրանից հետո ազատումներ ինչ-որ բաներ Այո, մի քանի հոգի եղել են, մի քանի հոգու պատրաստվում են։ զուտ հավաքվելու համար։ Իհարկե։ Դատախազը երբ որ չեն ուզում ազատել։ Ոնց եք պատկերացնում գլխավոր դատախազի եղբորն ազատել։ Միգուցե նորմալ է աշխատում։ Չմտածեք կամ շողոքորթում եմ կամ հակառակն եմ ասում։ Այս պահին իր աշխատելավոճը ուղղակի որպես մասնաճյուղի տնօրեն կապ չունի ու մորոքես նշանակված։ Ճիշտ լինելը լավ բան, ազնիվ լինելը լավ բան է։ Կարող էր հայտարարել օրինակ, որ ինքը իրենով կամ թույլ չտար այդ հայտարարությունը գնալ, որ այսպիսի բաներ ա եղել ու պրիտոմ սխալ։ Թող չաներ, բայց ամեն դեպքում իրենք են որոշում այս պահին։ Մենք ոչ մի բան, երկու դատական հայց ունեմ, մեկը կորպորատիվով, մեկը քաղաքացիականով, մի դեպքում չեն կատարել տնօրենների խորհրդի որոշումը, որ պետք է ինձ հանելուց հարցնեին խորհրդին, դա կորպորատիվ վեճ է, մի հատ էլ աշխատանքային ունեմ, երկուսով էլ պատկերացրեք ժողովուրդ, ընդամենը հայցի ապահովում եմ խնդրել մտնել շենք շինություններ, քանի որ իմ մուտքը այնտեղ արգելված է, մտնել շենք շինություններ, ոչ մի գործառույթ չեմ ուզել, ընդամենը տեսնել ինչա կատարվում, որ որպես ընկերության այսպես վերջի գլխավոր տնօրեն, որպեսզի հսկեմ այսպես, առանց որևէ գործառույթի, անգամ դա են մերժում։ Հայցի ապահովում չեն տալիս, որ ես ուղղակի սենց ոտով գնամ մտնեմ այդ շենք, էլի։